Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 17։ Պարկեշտները բարիք պիտի ժառանգեն, Առակաց 28-րդ գլուխ 10-րդ խոսք։ Առակաց գիրքը նաև խոստումների գիրք է։ Խոստումները պետք է լինեն Աստծո ժողովրդի մեջ որպես առակներ։ Սա շատ ուշագրավ խոստում է։ Մենք սովոր ենք մտածել, որ մեր բարիքները հետագայում կվերադարձվեն մեզ, սակայն այստեղ ասվում է, որ դրանք մեր ժառանգությունն են։ Նույնիսկ մեր թշնամիների ողջ չարությունն ու խորամանկությունը չեն կարող մեզ կործանել, նրանք իրենք ընկնեն իրենց փորած փոսի մեջ։ Մեր ժառանգությունն այնքան հաստատապես է մեզ պատկանում, որ մեզ չեն կարող զրկել դրանից և ոչ էլ ճանապարհից այնպես շեղել, որ այն կորցնենք։ Բայց ինչ ունենք մենք այժմ։ Մենք ունենք մաքուր խիղճ Տեր Հիսուսի թանկագին արյան միջոցով։ Մենք ունենք Աստծո սերը, որը հանգչում է մեզ վրա և որը ոչինչ չի կարող փոխել։ Մենք ունենք զորություն աղոթելու Աստծո առաջ ամեն կարիքի ժամանակ։ Մենք ունենք Աստծո նախախնամությունը, որը հսկում է մեզ, Աստծո հրեշտակներին, որ ծառայում են մեզ, և ամենից առավել Աստծո Հոգին, որ բնակվում է մեր մեջ։ Իրականում ամեն բան մերն է, թե ներկա բաները, թե գալիք բաները, բոլորը ձերն են։ Տեր Հիսուսը մերն է։ Այո, աստվածային երրորդությունը իր միության մեջ մերն է։ Փառք մեր փառահեղ Տիրոջը։ Ուրեմն եկեք չտրտնջանք, չհառաչենք, չապրենք սգության ու ստրկության մեջ։ Չէ՞ որ բարիքներն արդեն մեր ժառանգությունն են։ Եկեք ապրենք մեր Աստծով և ողջ օրը ուրախանանք միայն նրանով։ Օգնիր մեզ, ով Սուրբ